Վերադարձանք տաղավար, ինչպես արդեն խոստացել ենք, շատ հետաքրքիր եւ կարեւոր թեմայի մասին ենք խոսելու։ Ասենք, որ Yellow Heart-ը եւ Love Ellie խումբը նոր երգ են ներկայացրել, տեսալովակի պրեմիերայել ենք անելու այսօր մեր եթերում, որտեղ ապրում է սիրտը։ Այս երգը յուրօրինակ է այն բանով, որ այն գրվել եւ հոլովակը պատրաստվել է ի երախտագիտություն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի թիմի կատարած աշխատանքի եւ որպես արդեն հնգամյա հիմնադրամի ծննդյան նվեր 5 տարում այս մեր տաղավարում ներկա հրաշալի մարդիկ օգնել են ավելի քան 4200 երեխաների, իհարկե շատերս Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին ծանոթ ենք սոցիալական ցանցերում, բայց ինչպես արդեն հասցրինք նրանց հետ զրուցել եւ հասկանալ, գործունեությունը շատ ավելի խորն է, քան միայն սոցցանցային հարթակները։ Եվ բայց այս պահին թերևս խոսենք երգից, բայց մինչ այդ ներկայացնեմ մեր հյուրերին։ Արմեն Մարտիրոսյանը, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի նախագահը, Տիգրան Առաքելյանը, Հայաստանի անիմատորների միության նախագահը եւ իհարկե Love Ellie խմբի համահիմնադիր Մհեր Մանուկյանը։ Բարև ձեզ, բարի լույս։ Love Ellie նախագահ, այո։ Բարի առավոտ, նախ շնորհակալություն, ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում եւ այսօրը ուրախ ենք ձեզ հետ սկսել, հուսով եմ դուք նույնպես։ Հիմնադրամն արդեն 5 տարեկան է, եկեք հասկանանք ինչու որոշեցիք հնգամյակը նշել երգով, երգի պրեմիերայով։ Ում գաղափարներ։ Իրական երգով չենք որոշել նշել, որոշել ենք մի հատ մեծ կեմփեյնով նշել հավես, բայց ստացվեց էլ ավելի հավես, ինչպես միշտ, երբ որ դիմում ես տաղանդարու մարդկանց ու մի կողմ ես քաշում, չես խառնում, չես խանգարում, ստացվում է ինչ որ ստացվում է, մենք տենց մեր հետ շատ երկար տարիների ընկերություն բարեկամություն ունենք, ու երբ որ միտք առաջացավ, որ ինչ-որ կեմփեյն պետք է անել դրա շրջանակներում երգ պետք է լինի, մերն ասեց, մենք ոնց որ սրտից բխող ինչ-որ բաներ ունենք, այդպես վայբեր կա, որը ուզում ենք ոնց որ մենք ինքներս անենք, ինչ ուզում ենք, խնդրում եմ մեզ մի ասեք, կամ մեզ մի խորհուրդ տվեք, կամ մի ուղղություն տվեք, թե ոնց կեմփեյնի մեջ մտնենք, եկեք անենք ինչ որ կուզենք անենք, հետո ոնց որ Տիգրան միացավ, Yellow Heart-ը միացավ, բոլորը միացան արդեն ու մի հատ մեծ հավես շսիում անստացվեց, այդ ամենահետաքրքիրը ոչ միայն այդ երգն է, այդ կատարումն է, այդ գործն է, որը շատ ֆանտաստիկ բան է ստացվել ու շատ շնորհակալ եմ բոլորիդ այդ մեծ հրաշքի համար, այլ նաև այդ ամբողջ process-ն էր։ Երեխաների հետ շփումը, ոնց են իրանք նկարում, ոնց են process զարգացնում, ոնց են մեր ընկերները այդպես վերջի րոպեներին շատ խառը զբաղված լինելով լրիվ անշախնդիր այդ process-ի մեջ մեկը վիզուալիզացիան, անիմացիան, մեկը երգը, մեկը նկարումը ու շատ այսպես հետաքրքիր process, մեր չաթերը անընդհատ ամենօրյա ռեժիմով այդպես աշխատանքային դա էլ է շատ հավես ու հիմա տխուր է որ վերջացել է, բայց հուսանք հետագայում շուտ այլ առիթներ ենք ունենալու շարունակելու։ Եվս մի տեսալովակ օրինակ։ Այո, ես միշտ կողմ եմ մեզ նվիրված տեսալովակներին, մանավանդ որ այսքան սիրուն գեղեցիկ է լինում ու արդեն շատերը իրանց երեխաների համար օրոցային են որպես երգում, իմ տղամինասը արդեն սիրահարվել է օրական մի քանի անգամ լսում է ու իրենք շատ երեխաներ են արդեն հետաքրքրված, լսում են, սիրում են ոչ միայն երեխաներ, մեծեր էլ YouTube, Instagram-ում են օգտագործում, ակտիվ օգտագործեք, տարածեք, բոլորս շարից է բխում ու շատ հավես տարածում է գտել, շատ տակիր այսպես էներգիա տարածում ամբողջ աշխարհով։ Հրաշալի, երևի թե մի քիչ երգի մասին խոսենք, այսպիսի յուրահատուկ առիթներով կամ այսպիսի յուրահատուկ համագործակցությունների շրջանակում երգ ստեղծելու համար ինչ է պետք, ինչպես գրվեց երգը եւ մի քիչ էլ համագործակցության մասին։ Երկսի գովանից։ Փորձեմ։ Ինչպես Արմենը ասաց, ստիմեցին Արմենենք իրենց թիմով, ներկայացրեցին իրենց քարոզարշավի պատկերացումները, ինչ են մտածում եւ նաեւ որ պատկերացնում են, որ ինչ որ մի երաժշտական բաղադրիչ պիտի լինի։ Ես ուղղակի պատվերով ոչ թե սովորաբար երբևէ ոչինչ չեմ արել, եթե նույնիսկ անում ես պատվերով, պիտի գաս իրական զգացումից, իրական ապրումից, այլապես կլինի ինչ-որ բան, միջինից ցածր որակի ինչ-որ մի վատ բան, որ ինձ փորձում էին պարտադրել Արմենենք, որ բերեք շատ արագ ստանանք տենց մի բան։ Ես հեռախոսով զանգել ասում եք կանես։ Այ ես արդեն ունեմ հարց, ինչու։ Քանի որ մեր հետ շատ մտերիմ իրական հարաբերություններ ունենք եւ դեռ բավարար իմաստուն հասուն չենք ոնց որ մերը փորձում ենք ասենք ինքը մի անգամ ցամաքից ասեց ձեր հետ այդ չենք պարտադրել մի անգամ հասկացա բայց պատկերացրեց որ ուզեցա մեջ մտնի թեմայի բայց հետո ասեց որ
մենք արվեստագետներ ենք, եկեք մեզ ռամկայի մեջ մի դրեք, ձեր պատկերացած կեմփեյնի մեջ մի տեղավորեք, եկեք անենք այն շոուն մենք ձեզ սիրում ենք, հարգում ենք, ընդունում ենք, ամեն ինչ լավ է, բայց թույլ տվեք մենք կազմակերպենք ու ստացվեց այն ինչ որ ստացվեց ու մենք ուրախ ենք, որ այդ ձեզ ստացվեց, որովհետև մենք ինչ որ հետաքրքիր բան անելու ենք, բայց ավելի հոգևոր եւ լուսավորը արեցին մեր ընկերները։ Շատ լավ, դե եկեք շարունակենք խոսել այդ հոգևորի եւ լուսավորի մասին, երկի ստեղծման մասին։ Տեսեք, ես շատ վաղուց հիանում եմ Արմենի աշխատանքով եւ իր թիմի աշխատանքով, շատ վաղուց եւ շատ մարդիկ հիանում են այդ արածով, որ ինչպես կարելի է այդպես հրաշքներ գործել երեխաների համար եւ դրանից զատ այլ արհեստական խթան ինձ համար պետք չէր ու ես այդպես հետ վանեցի չնայած հիանալի թիմ ունի Արմենը եւ մարքեթինգի եւ ամեն ինչի առումով, բայց այդ ոնց որ մի քիչ մեր դաշտը չի եւ սկսեցի աշխատել երկի վրա, որովհետեւ իրական զգացում ես միշտ ունեցել եմ եւ երեխաների առումով, երեխաների առողջության առումով եւ Արմենենց աշխատանքի առումով եւ առավել եւս շատ կարեւոր մի քանի բանի առումով, որ ցավոք սրտի մեր կյանքում այնքան էլ հաճախ չենք հանդիպում կամ այնքան հաճախ չենք հանդիպում, որքան որ ցանկալի է։ Ես նկատի ունեմ բաներ, որոնք մարդիկ անում են անվարձահայտույց, ուղղակի իրենց ցանկությամբ, իրենց սրտի մղումով եւ այն մոգական ազդեցությունը, որ ունենում են նման արարքները, որոնք մեր կյանքում աշխատում են մի ահռելի տենց ցկողականություն ուժ ունեցող մի բանի պես, որի շուրջ սկսում են մարդիկ հավաքվել։ Այդպես ես սկսեցի աշխատել երգի վրա, ինչ որ բաներ մտածել, ինչ որ բաներ գրել եւ իմ այդպես մտածեցի, որ շատ ավելի լավ կլինի, եթե երգում միայն ես չլինեմ, այլ լինի նաեւ երիտասարդ ծերնդի կարկառուն որևէ ներկայացուցիչ, ցանկալի է սեր վայելող երիտասարդների մոտ ու այդպես մտքիս եկավ Լիլին, զանգեցի, գրեցի, ասեցի խոսենք մի հատ։ Ինքը շատ մեծ սիրով, շատ արագ համաձայնեց։ Ես երգի կառուցվածքը արդեն գրեցի ու արկեցի իրեն, ինքը իր հատվածը ավելացրեց։ Հետո մտածեցինք կլիպի մասին, ինչ կարելի է անել եւ այդտեղ էլի պայքար մղեցինք Արմեն Մարտիրոսյանի եւ նրա թիմի դեմ։ Ես կապվեցի Տիգրանի հետ Հարաքելյան, մեր լավագույն անիմատորներից մեկն է, եթե ոչ լավագույնը եւ ոչ միայն մեր, այլ նաեւ համաշխարհային չափանիշներով։ Ինքն էլ շատ մեծ սիրով միանգամից համաձայնեց եւ մենք ես ու Տիգրանը սկսեցինք մեր պայքարը Արմենի եւ իր թիմի դեմ, որպեսզի ստանանք այն ինչ որ մենք ենք պատկերացնում, ինչ որ մենք ենք ուզում ստանալ։ Ընթացքում քիչ-քիչ եկան մեր դաշտ, հասկացան, տեսան, որ ի վերջո կարելի է վստահել մեր նման խելառ մարդկանց, որպեսզի վերջում մի լավ բան ստացվի ու վերջում բոլորս ոնց որ մի էջի էինք, բոլորս ուրախանում էինք, որ չարեցինք այն ինչ որ առաջարկում էր անել, այլ արեցինք։ Ես բան ասեմ, էլի դա կապված։ Մեր նպատակը որն է, գիտեք, մեր նպատակը մեծ գումարներ հավաքելն էր, ամսական դոնեյշներ հավաքելն էր, իդեպ այն մարդիկ, որոնք ցանկանան միանան մեր հիմնադրամին, donate.agency.am մտնեն, Stripe-ով իրենց ամսական վճարումները դնեն եւ շատ օգնած կլինեն։ Մեր նպատակը միլիոնավոր դրամների ամսական դոնեյշներ հավաքելն էր, որովհետեւ կարողանանք այլ ավելի կայուն, այլ ավելի հետաքրքիր process կազմակերպենք եւ դա մեզ ստացվեց ինչ-որ առումով, այնքան ինչքան մենք ենք պլանավորել չստացվեց, բայց դա էր։ Բայց մենք հասկացանք, որ պետք է եղնի շատ հոգեվոր, շատ լուսավոր բաղադրիչ եւ չպետք է շատ այսպես ճնշել արվեստագետներին, որովհետեւ եթե ճնշում ես կամ ոչ ման չի եղնում կամ կարող ոչ ման չի եղնի բառացիորեն, եւ այստեղ շատ կարեւոր էր այդ ճիշտ սիներգիան եւ հոգեվորը եւ լուսավորը եւ մարքեթինգային արշավները, որոնք տանում են դեպի բաներ ու շատ տակիր է որ այս ամբողջ այս արշավի շրանքներում մեր ռիլերի, մեր գովազդային այսպես արշավների բանի մեջ այս երաժշտության մեղեդիները, այդ անիմացիաները բան շատ սին խաղարկվեցին ու շատ սիրուն դաշտ ստեղծվեց ու ասեմ ավելին մենք այլ ավելի շատ տասնյակ ավելի միլիոններ ճակերտավոր հավաքեցինք մարդկանց հուզականությամբ, դրական էներգիայով, երբ որ մենք շատ ենք շփվում արվեստագետներն, ավելի շատ ենք իմաստանում եւ ավելի հետաքրքիր process-ների մեջ են գտնում, որի համար շնորհակալ եմ ձեզ։ Շատ լավ։ Իհարկե մենք վիզուալիզացիայից դեռ կխոսենք, բայց ինչպես ասում են, մինչև չդիտենք չենք կարող վիզուալիզացիայից խոսել։ Արդեն ես վստահ եմ, բազում հեռուստադիտողներ, հեռուստացույցի դիմաց նստած ասում են, դե ցույց տվեք, վերջը տեսնենք ինչի մասին է։ Հազարավոր խոսք է փոխարեն։ Որտեղ ապրում է սիրտը։
Թմորանամ նայել այգավասիջը հարևին Անմիտ վասկից թմրած ու վիրավոր իմ օրերին Թակիր իմ տան դռնակը Թոներ զգա քո թրջնակը Տանիր հետ այնտեղ Որտեղ ապրում է սիրտը Որտեղ ապրում է սիրտը Ես կարդնանամ նորից Քո բարջամ լծում Հայլուն աչուկներից Ես կգրկեմ երկար Փափլիկ կատուներիդ Տիթեռներիդ խոսող Երկով ծաղիկներիդ Որտեղ ապրում է սիրտը Որտեղ ապրում է սիրտը Ես չունեմ վախեր Փակված երվում կյանքից նեղված մատքեր Գիտեմ չկան հնարին ոչ մի բան Քանի գաս կողքիս կանգնած Երկինքն է տակացած Ոտքերս են հողին կապած Հեն շունչը իմ լսես Անդար դու ինձ գրկես կնանք այնտեղ Որտեղ ապրում է սիրտը Ես կարդնանամ նորից Քո բարությամբ լծում Փայլող աչուկներից Ես կգրկեմ երկար Փափլիկ կատուներիդ Տիթեռներիդ խոսող Երկով ծաղիկներիդ Որտեղ ապրում է սիրտը Որտեղ ապրում է սիրտը Ես քեզ նվեր բերեմ Իրականում շատ հուզիչ էր եւ ճիշտ է անընդհատ այդ մասին պետք է խոսենք, անընդհատ պետք է մտածենք այն մասին, որ թող ոչ մի երեխա չհիվանդանա երբեք եւ չունենա օգնության կարիք, բայց այս տեսահոլովակից ու երգից հետո այդ էմոցիաները սենց միանգամից եկան հրաշալի էր։ Համաձայն եմ։ Իրոք ֆանտաստիկ էր, ես նույնիսկ խոսքեր չունեմ զառը։ Հասկանում Եկեք մենք շարունակենք, եթե Թե առաջարկում խոսենք անիմացիայի մասին, որովհետև վիզուալիզացիան եւս շատ հետաքրքիր էր ու վերջում բացահայտվեց, որ դրանք երեխաների, հենց երեխաների ձեռքով նկարած են, ինչպես հղացավ միտքը։ Իրականում մենք մի քիչ հետ քայլ պետք է անեմ, հերի հետ խոսակցությունները, այսինքն երբ որ մենք սկսեցինք տեսահոլովակի մասին մտածել, բնականաբար տարբեր ճանապարհներ էինք մտածում ու հենց այդտեղ, քանի որ ամբողջ ստեղծագործությունը վերաբերում էր բարություն անելուն ու բարություն երեխաներին, միտք առաջացավ հրավիրել այն երեխաներին, ովքեր արդեն ստացել են օգնություն այս տարիների ընթացքում, հավաքվել մի միջավայրում միասին ու նկարել։
նկարել, տարբեր խաղալ իրար հետ ու արդյունքը փորձել վերածել արդեն տեսահոլովակի, ինչը բարդ խնդիր է, որովհետև սկզբից գնալուց մտածում ենք բա որ չէ հերիքի նկարները, բա որ այդ որովհետև շատ բարդ է երեխաների ստեղծածը միացնել, դարձնել պատմություն, բայց ինձ թվում է ինքը շատ մի հատ հետաքրքիր կապ եղավ, ընդհանուր միջև այդ ժամանակ երգը չկար, այսինքն մենք էլ չգիտեինք երգը միջև ուր է գնալու ու ինչ էլեմենտներ են լինելու, չգիտեմ ինչքան ով է երեխեքի նկարածը ազդել երգի վրա ինչ որ բառերը իմաստով ու հետո որ սկսեց արդեն քանի որ միջավայրը շատ հետաքրքիր էր, երեխեքները սկսեցին տարբեր նկարներ նկարել, որ իմ կարծիքով տենց հավաքվեց ու հենց այդ մասը, որ իմ կարծիքով էլ է հետաքրքիր է, որ նայելու ընթացքում կոմոդ միտքը անդադ առաջանում է երեխաների նկարածա թե չէ ու ինչ որ մենք բայց բացվում է ու հատկապես որ իմանում ես հենց այն երեխեքներն ովքեր այս տարիների ընթացքում ստացել են այդ օգնությունը, այսինքն իրանք լավ գիտեն ինչ է այդ օգնության, բարության Այդ տարիքում մեծ երեխեք են արդեն իրենք են հասկանում, այդ ամեն ինչ ինչի համար արվում նաև էլի, դա դրա շատ կարող, իրենք փոխանցում են paid forward են անում էլի։ Հա, ու այդ ինձ թվում է այսպես մի հատ շատ հետաքրքիր կախարդական միջավայր ձևավորը, որը որ ինձ հենց տեղափոխվել է տեսահոլովակի։ Արհեստական բանականության դարում ստանալ այսպիսի աշխատանք ինձ թվում է թե գովելի է, թե չէ, ես գիտեմ այդ վերաբերմունքը, ինքս էլ որոշակի վերաբերմունք ունեմ արհեստական բանականության հանդեպ եւ իրականում ստանալ այսպիսի աշխատանք մարդկային գործոնով եւ դա միանգամից թե տեսահոլովակից թե երգից փոխանցվում է, որ այս ամեն ինչի մեջ կան մարդիկ ու բարի մարդիկ։ Շնորհակալ եմ շատ։ Մենք ենք ձեզ շնորհակալ։ Շնորհակալություն եւ վերջում մի հատ շատ կարճ բոլորս եկեք պատասխանենք, որտեղ է ապրում սիրտը։ Իմ համար իմ տղուկների, երկու տղուկների, որից մեկը 2 տարեկան դառնում, մեկը 1 ամսական 40 օրական է արդեն դարձել, իրենց հայացքի ժպիտի աշկերի մեջ։ Իմ սիրտը տեղ ապրում է սպան։ Պատասխանը չէի։ Մենք խոսում ենք դրա Չէի մասին։ պատրաստել։ Բայց սպոնտան։ Սպոնտան կարող եմ ասեմ, որ բարի գործերի մեջ։ Իսկ դուք Բաբշեմ չեմ մտածել, չէ՞։ Հա, չէ։ Երևի ամենուր, որտեղ մենք ուզում ենք որ ինքը ապրի, էլի։ Շատ լավ։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ։ Հիշեցնեմ մեր հյուրերին Մհեր Մանուկյանը, Լավելի խմբի համահիմնադիրը, Արմեն Մարտիրոսյանը, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի նախագահը եւ Տիգրան Առաքելյանը, Հայաստանի անիմատորների միության նախագահը։ Բարի գործեր միշտ պետք է անենք, որովհետեւ դա առաջին հերթին օգնում է մեզ նրանց, ովքեր անում են այդ բարի գործերը։ Դա առաջինը մեզ է այսպես բարություն տալիս եւ որոշակի էներգիա, իսկ մենք առաջ շարժվենք եւ գնանք առավոտյան էքսկուրսի հետքերով, Հայաստանից դուրս չենք գալիս, բացահայտում ենք մեր հրաշալի հայրենիքը ու գնում ենք Ամբերդ։ Գնացինք։